Ռիսկերը մոտենում են նաև թրիփին։ Մոտեցել են թրիփին, տեսեք, երեք օրինակ հայտարարեց Իրանը, որ կհարվածի ամերիկյան բոլոր ընկերություններին, բոլոր շենքերին, կենտրոններին, որոնք գտնվում են Պարսից ծոցում եւ ամբողջ տարածաշրջանում։ Իհարկե Հայաստանին կարծում եմ դա չէր վերաբերում, թեև ամերիկյան համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը երեք ոչ այսպես աշխատանքային օր հայտարարեց, ավելի շուտ կարծեմ այո, այսօրվանից վերադարձան, քանի որ իսկապես վտանգը այս պահին չկա, բայց մյուս պետությունների նկատմամբ այդ վտանգը կա եւ բնականաբար իր սահմանին հանդուրժել ամերիկյան զինվորականների եւ փաստորեն դա գիտեք ինչ է անեքսիա է Ամերիկայի կողմից Հայաստանի այդ ամբողջ սահմանային գծի այդ 42 կիլոմետրը Միացյալ Նահանգները 99 տարով ասել է ես ցանկանում եմ անեքսիայի ենթարկել եւ Հայաստանի իշխանությունները համաձայնվել են, խնդրեմ ասել են, վերցրու քեզ լինի, բայց Իրանը չի համաձայնվում եւ չի համաձայնվի, քանի որ դա նրա համար վտանգ է։ Մեզ համար էլ է վտանգ, քանի որ մերը չի լինում, դա առնալու է ամերիկյան։ Թե ինչ հետևանքներ կլինեն դրանից հետո, պարզ է, չէ, որ ուշ թե շուտ թշնամիները իրար հարվածելու են եւ բնականաբար եթե ամերիկացիք լինեն այստեղ իրանցիները հարվածելու են ամերիկացիներին, իրենք հարվածելու են կամ հետախուզելու են իրանցիներին։ Ես հուսով եմ, որ այս դեպքերից հետո այս թրիփ կոչված այս անմեղ սունակությունը կդադարի գոյություն ունենալ։ Հուսանք